Ղազարյան, Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց կա, թե չկա, ներքին քննարկումներ կան։ Դա ներքին քննարկումներով չի, դա հրապարակային գործընթաց է, որը կարող են անել միայն ազգային ժողովի պատգամավորները, այսինքն ձեր հարցի շահառուները ազգային ժողովի պատգամավորներն են, նրանք ովքեր իրավունք ունեն դա անելու։ Իրանցից բացի ով որտեղ ինչ ուզում է քննարկի, դա արդյոք չի կարող ունենա, դա կարող անեն միայն պատգամավորները։ Իսկ դուք այս հարցով հանդիպումներ ունեցել եք այդ խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Տենց կոնկրետ հատուկ այդ թեմայով չէ, որ իսկ այդ հարցը հիմա մենք հանրային տիրույթում բարձրացնում ենք տարբեր բաներով, ընդ որում դա ոչ թե իմ գաղափարնական որևէ մեկի, այլ սահմանադրական կարգավորում է, այսինքն որևէ մեկը նույնիսկ կարիք չունի, որ մենք այդ հարցը բարձրացնենք։ Ուղղակի մենք մեր անհանգստությունն ենք հայտնում, որ պատգամավորները ունենալով այդ հնարավորությունը դա չեն անում։ Հիմա ինձ պետք է հասկանալ, թե ինչի չեն անում։ Օրինակը ինչի չեն։ Չեմ կարող ասեմ, իրանց պիտի հարցնենք, ես էլ, դուք էլ, բոլորս էլ, ես որպես Հայաստանի քաղաքացի, որպես իրանց ընտրող պահանջում եմ իրանցից, որպեսզի իրենք իրանց սահմանադրական պարտականությունը կատարեն։ Այնուամենայնիվ, ինչ եք կարծում, կա մտավախություն, որ այդ գործիքը կիրառելը արդյունավետ չի լինի եւ ընդդիմությունը հենց դրանից էլ խուսափում է, հաշվի առնելով, որ ԿՊԱ-կանների ձայները եւս պետք են բուն գործընթացը ավարտին հասցնելու համար։ Իսկ եթե ասենք չի լինում, ինչ են իրանք տուժում։ Եթե չի լինում, նշանակում է Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ վարչապետ, չէ՞։ Դե հիմա էլ է մնում։ Այսինքն գործընթացը կարա արդյունք տա, եթե դրանով զբաղվես, եթե չէ, միևնույն է, ելքը նույնն է։ Այդ դեպքում ինչի չանել, ինչի չփորձել բոլոր հնարավորությունները։ Ես օրինակ դա չեմ հասկանում։ Իսկ թե ինչ դիրքորոշում ունեն ԿՊԱ-կանները, այդ պետքա պարզել ԿՊԱ-կաններից այն ժամանակ, երբ որ լինի գործընթաց, քանի գործընթացը չի սկսել, մենք ինչ իմանանք ԿՊԱ-կանները լինում են տարբեր տեսակի։ Օրինակ ասենք թե Հովիկ Ղազարյանի տեսակի կամ Հակոբ Ասլանյանի, նրանք էլ են, չէ՞, ԿՊԱ-կան։ Հիմա էլ են ԿՊԱ-կան։ Դուրս են եկել, չէ՞։ Ընդամենը երկու ոչխար նրանց հանեց այդ խմբակցությունից։ Ես նկատի ունեմ իսկական մանր եղջերավոր անասուններ, որոնց գործարքի պատճառով Հովիկ Ղազարյանը դուրս եկավ, հետևից էլ Հակոբ Ասլանյանը։ Եթե երկու ոչխարի պատճառով դրանց խմբակցությունից մարդ է դուրս գալի, անվստահության գործընթաց, ուրեմն Նիկոլ Փաշինյանը մեր ոչխարի չափել չկա։